Միացյալ Նահանգները ասում են ոչ մեկին, ոչ մեկ թող չաշխատի, թույլ չենք տա, որ աշխատեն Իրանի հետ, Իրանն էլ ասում է, եթե մեզ հետ չեք, նշանակում է մեր դեմ եք, եթե մեզ հետ չեք, եթե դադարեք մեզ հետ աշխատելը, նշանակում է դուք Միացյալ Նահանգների հետ եք, մեր թշնամին եք։ Բարդ իրավիճակ է ձեր կարծիքով, թե ընթացիկ այսպիսի հայտարարություններ էլի եղել են, ինչպես Իրանում են գնահատում։ Իդեպ փակագծերում հիշեցնեմ, նշեմ, եթե ուշադրություն չեք դարձրել, Փեզեշքյանն էր հայտարարություն անում եւ եւս մեկ նրան նախորդող նախագահ Իրանի, որ այս վերջին համաձայնագիրը Միացյալ Նահանգների հետ կարծես թե լավն էր, կարծես թե կարելի է վերադառնալ, այսինքն գնում են դեպի առճակատման եւ այդպես մեզ հետ եք կամ մեզ հետ չեք բոլոր երկրներին կամ այնուամենայնիվ այդպիսի բարձր պահանջ դրեց Թրամփը, որպեսզի Իրանին ստիպի գալ եւ համաձայնվել նախորդ իրենց ուրեմն առաջարկներին։ Իրոք բավականին բարդ իրավիճակ է եւ մեկ-մեկ նույնիսկ դժվար է գլուխանել, թե ինչ է տեղի ունենում։ Այսօր քիչ առաջ ասեցի մի փոքր թուլացում կա ամերիկյան դիրքերի։ Դա նաև կարող է ժամանակավոր բնույթ կրել եւ դրա համար այդ դաշինքը ձևավորվեց Մերձավոր Արևելքում, բայց կարևոր է այստեղ մեկ բան հասկանալ։ Դա իրենց հնարավորություն տվեց ուղղակի մի պահ շունչ քաշել եւ դա արագ ստեղծել, բայց պատերազմը Իրանի շուրջ դեռևս չի ավարտվել։ Այն հիմա թևակողում է տնտեսական փուլ եւ մենք տեսնում ենք, թե ինչ շատ մեծ արագությամբ եւ տեմպերով իրանական ռեալը արժեզրկվում է, շատ է իրանական դրամը թուլանում եւ մեծ խնդիրներ ունի փաստացի Իրանը։ Իրենք շատ լավ հասկանում են, դրա համար Փեզեշքյանը ասում է, որ հիմա մենք հաղթանակածի դիրքերում ենք եւ դրա համար պետք է վերջնական պայմանավորվել, վաղը կարող է այսպես չլինի։ Նախ ես կասկածում եմ, որ իրենք հաղթանակածի դիրքում են, բայց մի փոքր ավելի իրոք լավ դիրքում են, քան կարող է վաղը լինեն։ Տնտեսական միջոցներով Միացյալ Նահանգները հիմա ավելի է թուլացնելու Իրանը, ռազմական տեսանկյունից Իրանը թուլացած է, չի կարելի ասել, որ Միացյալ Նահանգները հաղթանակ տարավ լիարժեք, բայց թուլացրեց Իրանը, իր դիրքերն էլ թուլացան նույն ժամանակ, այսինքն թե Իրանը թուլացավ, թե Միացյալ Նահանգները, պատերազմը չի ավարտված Իսրայելում, ընտրություններ են Միացյալ Նահանգներում միջանկյալ կոնգրեսի ընտրություններ են եւ ամենայն հավանականությամբ պատերազմը կշարունակվի։ Ամենայն հավանականությամբ այս ամենը կշարունակվի եւ Միացյալ Նահանգները դժվար թե հրաժարվեն Իրանում նույնիսկ ռեժիմի փոփոխությունից, քանի որ հիմա տեսնում ենք, որ դժվար թե կարողանան պայմանավորվել, իրենք նաեւ խոստովանում են, որ չգիտենք ում հետ բանակցենք, ում հետ ենք բանակցում։ Հիմա նույնիսկ կար տեղեկություն եւ հեղինակավոր պարբերականներն էին այդ մասին հայտնում, թե արդեն Միացյալ Նահանգները ոչ տրադիցիոն ձևի է դիմել եւ սկսել են բանակցել իսլամական կորպուսի հեղափոխականների այդ զինված խմբավորման հետ։ Դրա համար մենք տեսնում ենք տարբերվող հայտարարություններ նաեւ իրանական քաղաքական գործիչների կողմից եւ Իրանի զինվորականների։ Քաոս է միանշանակ, դժվար է ասել, թե ով է այսօր ղեկավարում Իրան։ Դե ինչու եմ ես ապագայում պատերազմը կարող է շարունակվել։ Ինչու եմ այս հարցը բարձրացնում, ինչու եմ այս հարցը բարձրացնում, որովհետև արխիվում ձմեռը մենք խոսում ենք այն մասին, այդ վերջնագրերի մասին, որը Ռուսաստանը Հայաստանի հետ է խոսում այդ լեզվով եւ մենք ասում ենք լավ, եթե գազի խնդիր առաջանա, մենք ունենք իրանական կողմից եկող գազատար եւ այլն, մեր հույսը Իրանի հետ է, մենք Իրանի հետ բավականին, չեմ ասի շատ, բայց կապվածություններ ունենք, ներմուծումներ ունենք։ Արդյոք կարծում եք այդպես կտրականապես, կտրուկ կդրվի հարցը, որ Իրանի հետ ընդհանրապես որևիցե առևտուր չարվի եւ Հայաստանը ստիպված պետք է լինի կատարել Միացյալ Նահանգների պահանջը։ Կարծում եմ Հայաստանին հնարավորություն կտրվի ստանալ Իրանից գազ։ Թրամփը այն մարդ է, ում հետ հնարավոր է պայմանավորվել։ Բազմիցս մենք տեսանք, որ ինքը սիրում է զդելկաներ գործարքներ կնքել մարդկանց հետ եւ ասում է, որ շատ լավ գործարքներ եմ կնքում, դե այստեղ եւս, քանի որ թրիփն է իրականացվելու, ապա Միացյալ Նահանգները պետք է թույլ տա, որ Հայաստանը ստանա Իրանից գազ։ Հակառակ պարագայում Հայաստանը չի կարողանա գոյատևել։ Եթե իրենց պետք է, որ Հայաստանը գոյատևի, եթե իրենք աջակցեցին Փաշինյանին ընտրություններից առաջ, ապա իրենք պետք է նաեւ այլ քայլերի դիմեն եւ աչք փակեն նրա վրա, որ Հայաստանը գազ է ստանում Իրանից։ Հակառակ պարագայում
իրենք իրենցին չեն կարողանա հասնել նույն թրիփի մասով։ Իսրայել-Թուրքիա հնարավոր է արդյոք բախում Սիրիայում եւ արդյոք դուք կարծում եք, որ այդ սիրիականացումը կարող է գալ մեր տարածաշրջան։ Այո, սկսենք Հարավային Կովկասից, միանշանակ եթե Ադրբեջանը եւ Հայաստանը ընտրեն այդ ճանապարհը, կարող է գալ Սիրիայի վիճակը մոտավոր, դե չի կարելի ուղիղ համեմատել, բայց ոչ ստաբիլ իրավիճակ լինի նաև Հարավային Կովկասում։ Միանշանակ Ադրբեջանին աջակցողները կլինեն, միանշանակ Հայաստանն էլ ունենա նոր աջակիցներ, բայց մենք կունենանք կոնֆլիկտ, որից որ միանշանակ մենք չենք շահի։ Ոչ էլ Ադրբեջանն է մեծ հաշվով կարողանալու շահել։ Հաջորդ ճանապարհը այն է, որ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը մեծ ճանապարհ են կառուցել, ոչ միայն թրիփի մասով, թրիփը ամերիկյան ծրագիրը, որից որը կարող է օգտվել նաև Եվրոպան էլ այլ ծրագրեր է իրականացնելու, այսինքն Հայաստանով իրենք գնալու են եւ հասնելու են մինչեւ կենտրոնական Ասիա։ Այս ծրագիրն է, քանի որ ոչ ստաբիլ իրավիճակ է։ Մերձավոր Արևելքում Ռուսաստան, Ուկրաինա տեսնում ենք ինչ է տեղի ունենում, դրա համար Հարավային Կովկասը շատ հարմար է, որ հիմա խաղաղություն հաստատվի, դրա համար էր նաև անցյալ տարի Վաշինգտոնյան հանդիպումը օգոստոսի 8-ին, այս ամենը իրար հետ կապված է միանշանակ, բայց ընտրությունը միանշանակ մերն է, մեզանից է կախված, թե որ ճանապարհն ենք մենք ընտրում։ Մեզանից որ ասում եմ, չեմ ասում միայն Հայաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Ընտրությունը մերն է։ Ինչ վերաբերվում է Իսրայելին եւ Թուրքիային։ Հիմա իրենց ամենամեծ խնդիրը ոչ թե իրենց ամենամեծ խնդիրը, Իսրայելի ամենամեծ խնդիրը դարձել է Սիրիան։ Քանի որ Սիրիայի իշխանություններին կարելի ասել, որ ինչ որ միտեղ Էրդողանի օգնությամբ Սիրիայի իշխանությունները դարձան իշխանություն եւ Թուրքիայի ազդեցությունը ահռելի է Սիրիայում։ Դա մեծ խնդիրներ եւ վախեր է ստեղծում Իսրայելի մոտ եւ դրա համար այդ հարվածը հասցրեց Իսրայելը օրեր առաջ ոչ հերու թուրքական սահմանից, ընդամենը 80 կիլոմետր հեռավորության վրա այդ հարվածը սիրիական ավիաբազային, որտեղ որ 1-2 օր առաջ գտնվել էին նաև թուրք զինվորականները, խոսք կար, որ իրենք ուզում էին տեխնիկա բերել, եւ Իսրայելը շատ ուղիղ ասում է, եթե դուք մտնեք Սիրիա, այսինքն խնդիրը ոչ կոնկրետ այդ ռազմաբազան է, այդ ռազմաբազան առաջի քայլը կլիներ, որ հետագայում թուրքական զորքերը ավելի խորանային Սիրիայի տարածքում եւ արդեն խնդիր ստեղծեին Իսրայելի համար։ Դրա համար Իսրայելը դիմեց այդ քայլին։ Եվ սա հստակ ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պոտենցիալ շատ մեծ կոնֆլիկտի հետ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ։ Այս պահեդրությամբ Սիրիայում։ Դա հնարավոր է նաեւ Լիբանանում, քանի որ Լիբանանը նույնպես պոտենցիալ օջախ է եւ օգտագործվում է Իրանի կողմից ընդդեմ Իսրայելի։ Դա եւս կա։ Այդ տեսակետից երևի թրիփի ուղին է կարևոր, հա, եթե ճանապարհը լինի, այնինչ սիրում է ասել Փաշինյանը 100 տարով կամ 99 տարով մենք երաշխավորված ենք, որ այստեղ խաղաղություն է լինելու։ Կարծում եք արդյոք, որ դրանք եւս, այո, Թուրքիան եւ Իսրայելը մենք խոսեցինք այդ երկու դաշինքների, որոնք իրենք իրար դեմ են պատկերացնում Սաուդյան Արաբիա, Թուրքիա եւ Պակիստան եւ նորից կրկնեմ Իսրայել, Կիպրոս եւ Հունաստան։ Այնուամենայնիվ Իսրայելը եւ Թուրքիան այսօր Սիրիայում, վաղ Լիբանանում, մյուս օրը կարող է Հարավային Կովկասում գան իրար չափվեն իրենց ուժերով եւ իրենց շահերով։ Արդյոք թրիփը կամ գուցե ես միամիտ հարց եմ տալի, գուցե ոչ։ Դուք ասեք ոչ, թրիփը դա կապ չունի այդ շահերի բախման հետ։ Չէ, իհարկե ունի թրիփը կապ, բայց կարևոր է հասկանալ, որ թրիփը միակ երաշխավորը չի կարող լինել։ Կարևոր երաշխավոր է դառնում թրիփը, որ անվտանգությունը պահպանվի Հարավային Կովկասում, բայց նաև շատ այլ թելերով պետք է Հարավային Կովկասի երկրները, ինչպես նաև Թուրքիան, Միջին Ասիան կապվեն միմյանց, որ երաշխիքները ավելանան։ Ինչ վերաբերում է 100 տարի կտևեն այդ երաշխիքները, չէ, շատ դժվար է ասել, բայց այն, որ դրանք երաշխիքներ են եւ այդ երաշխիքները կարող են ավելացվել, դա միանշանակ է։ Մեզանից է կախված, թե մենք ինչ քայլերի ենք դիմելու, ոչինչ հավերժ չէ, ժամանակին մերձավոր արևելքում էլ լավ
կապեր կային, լավ երթուղիներ կային, բայց այդ ամենը այսօր տեսնում ենք, որ կամ ավերվել է, կամ ավերվում է, չնայած այնտեղ էլ նոր ուղիներ են ստեղծում, նոր նավթամուղեր, որոնք որ փորձում են շրջանցել Հորմուզի նեղուցը, ամեն ինչ փոփոխության է ենթարկվում եւ այն փոփոխությունը, որը որ հիմա առաջարկվում է Հարավային Կովկասին, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից, միանշանակ Հարավային Կովկասի օգտին է։ Հարավային Կովկասի օգտին այն առումով, որ Հայաստանը եւ Հարավային Կովկասը չդառնա երկրորդ Սիրիա։ Իսկ այն ինչ առաջարկում է Ռուսաստանը, անկասկած կարող է բերել այդ ամենին։ Այսինքն բախման, խնդիրների, կոնֆլիկտները իրենց հավերժ են պետք, որպեսզի իրենք հավերժ մնան մեր տարածաշրջանում։ Առանց կոնֆլիկտի իրենք դժվար թե կարողանան մնալ մեր տարածաշրջանում։ Երկու վտանգ եմ տեսնում այդ ամենի համար, մեկը ռուս-ուկրաինական պատերազմի ոչ նախընտրելի լուծումը կլինի, այսինքն Ռուսաստանի հաղթանակը, Դոնբասի գրավումը, Ուկրաինայի ինքնիշխանության սահմանափակումը, դա ամենամեծ խոչընդոտը կդառնա, որպեսզի Հայաստանը գնա դեպի Եվրամիություն, եւ երկրորդը, որ Ռուսաստանը կարողանա ինչ-որ ձևերով ընդդիմադիր կոչենք դրանց, թե այլ մեթոդներով Հայաստանում հասնի իշխանափոխության կամ այն տնտեսական ճնշումները, քաղաքական ճնշումները ինչ-որ արդյունքներ տան եւ Հայաստանը վախեցած, ստիպված փոխի իր քաղաքական ուղղությունը։ Դժվար թե Եվրամիությունը փոխի իր քաղաքականությունը Հարավային Կովկասի մասով, այդ ուղին չափազանց կարևոր է իրենց դեպի կենտրոնական Ասիա, մենք պետք է դա շատ լավ հասկանանք, թե ինչի է Եվրամիությունը գալիս Հայաստան, ինչի է Միացյալ Նահանգները գալիս Հայաստան։ Դա է իրենց շահը թելադրում, բայց ամեն ինչ կախված է նաև ռուս-ուկրաինական պատերազմի ելքից։ Դա չափազանց կարևոր է։